Արմլուր լրատվականին նոր մանրամասներ են հայտնի դարձել 3 մահացած զինվորի դեպքից։ Արմլուր լրատվականի տեղեկությունների համաձայն զինվորը նամակ է գրել։ Մեզ հասած տեղեկություններով նամակում նա ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցել է նա Զորամասում, հասցրել է ինքնասպանության, թե սպանել են, այս պահին իրավապահ համակարգը քննում է։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ժամը 16:00-ից սահմաններում զինվորական հոսպիտալ Մուրացան տեղափոխվելու ճանապարհին զինվորը մահացել է։ Մեր աղբյուրների տեղեկություններով հոսպիտալ են ժամանել Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Շամշան.com-ի տեղեկություններով մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից, Պոլիգոնից, հրազենային վնասվածքով։ Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Դեպքի փաստով Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է թե դժբախտ պատահար, թե ինքնասպանություն կբացահայտվի առաջիկայում։